Այսպես հարգելի դիտորդներ, ողջունում եմ բոլորին, ձեզ հետ է R-92 Stalker-ը։ Այսօր մենք խաղանք, փորձարկենք, ինչու՞ չէ նաև որպես հետաքրքրաշարժ խաղերի իհարկե դվիժոկները եւ ամեն մեկ ինչով է տարբերվում գեյմփլեյից, իհարկե ես ունեմ նմանատիպ տեսանյութ, բայց այս անգամ հիմնական խաղն ենք խաղալու։ Հիմա մենք խաղում ենք Stalker-ը, Stalker Change Chernobyl-ը, ովքեր այդ խաղը ծանոթ են, շատ բավական հյուրակապ խաղ։ Ահա, խնդրեմ։ Խաղում ենք Սիցիվայի վրա, ճիշտ on-line տարբերակով։ Ահա, հիմա մեզ մոտ ունենք այն ամեն ինչը մեզ պետք է։ Так. Խաղացողները բավականին շատ են։ Նախ առաջինը խոսեմ խաղային շարժի մասին։ Խաղային շարժը այստեղ X-Ray engine-ն է։ Ինչպես գիտեք, խաղային տարբեր դվիժոկներ լինում, X-Ray engine, Cry engine, Unreal engine, Unreal-ը այսօր շատ խաղերի մեջ օգտագործում եւ խաղային դվիժոկը հենց ամբողջական եւ դվիժոկն է եւ gameplay-ն է, որը որ մեզ մոտ որակական հատկանիշներ է տալիս։ Անիմացիան այստեղ շատ լավն է։ Հիմնական ասեմ, որ ես Stalker-ի մեծ սիրահար եմ, 13-14 տարի է ինչ Stalker եմ խաղում։ Իսկ մոտ 10 տարի այս սկսեցի ես հենց on-line տարբերակը խաղալ։ Headshot։ Նախ անցած իմ տեսանյութում նույնպես սկսեցինք Stalker-ից, բայց ես սովորական Stalker-ը խաղացի։ Սա on-line տարբերակն է եւ այն էլ մոդիֆիկացիա մոդ տարբերակով Phantom Bullet-ը, Phantom Bullet 500-619։ Լավ, եկեք տեսնենք մեկ այլ տարբերակ ինչ կարող ենք ընտրել։ Ահա։ Սենքերից AUG։ Եկեք AUG-ով խաղանք։ Հիմա ուշադիր խնդրեմ դիտեք հիմնական մեր ներողություն այս անոմալիաները, որ իհարկե հիմնական մեր շարժին, խաղային։ Ճիշտ է, որ համեմատական նայում ենք, գրաֆիկական տեսապատկերը շատ նոր չէ, բայց շատ լավն են որակական հատկանիշները, օպտիմիզացիան, gameplay-ը, շատ հոյակապ խաղ է, ես շատ եմ սիրում։ Ինչքան էլ այս վերջերս օրինակ դուրս եկավ Delta Force-ը, ամենայն դեպս ես խաղում եմ այս խաղը եւ այսօր իհարկե նաեւ կտեստավորենք նաեւ ցնած բոլոր խաղերն էլ լինելու են եւ on-line եւ սովորական։ Այս գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ ուզում եմ հասկանամ, նայեք այսօր ճիշտ է անցել են mobile gaming-ին։ Ես օրինակ իմ TikTok-ի էջում տեղադրում եմ իմ տեսանյութերը, բայց քանի որ այնտեղ գիտենք որ կար շատ տեսանյութերի հիման վրա են աշխատում, այդքան էլ ես դուր է կանչու առհասարակ ես TikTok-ի սիրահար չեմ այդքան։ Ուղղակի այնտեղ ինդուստրիան որ նայում եմ, շատը խաղում են այդ չգիտեմ, էլ ոնց ասեմ, գրաֆիկա չունեցող PUBG, Call of Duty Mobile ես չգիտեմ, բավականին չսիրեցի, օրինակ ինդուստրիան պրոստը ոգի կներեք, մատուցում են այն, ինչ որ իրանք ուզում են տեսնեն, բայց ցավոք սրտի չեն տեսնում, որ անենց հիմար խաղեր են խաղում, որ էլ ասելու չի։ Հիմա օրինակ ասենք ես խաղի գրաֆիկական որակական հատկանիշները բավականին չեմ համեմատի PUBG-ի հետ, եթե PUBG-ին տենանք որ
որ թվականն է դուրս եկել, սա 2007 թվականի խաղն է, եւ անգամ հիմա ես ձեզ որ ցույց տամ Call of Duty 4-ը առաջին Modern Warfare-ը դուրս էր եկել, դուք տեսնեք ովքեր որ իհարկե մեր սերունդներից են, 90-ականների սերունդներից են, իհարկե մեր ժամանակահատվածի ամենասկսած գեյմինգը եղել է Dendy-ն, Sega-ն, Nintendo-ն, հետո PlayStation 1, 2, բայց իհարկե ես նորանոր PlayStation-ների սիրահար չեմ բավականին, իրոք չեմ սիրում ասեմ, միանշանակ, գիտեք, մարքեթինգ, փողը խաղը առնել, վաճառել, չգիտեմ, ուտես նմանատիպ լիքը բաներ։ Հիմա անցած տեսանյութը եղավ 1 ժամ 10 րոպե, այս անգամ փորձենք մի փոքր ինչ ավելի երկար անել կամ էլ երկու մասանոց կլինի, որպեսզի հասկանանք թե խաղերի FPS շուտինգը զարգանալով ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել։ Իհարկե հիմա կհարցնեք, կասեք, եթե հին խաղերից ինչու 2000-ականներից չսկսենք, եկեք շատ հետ չգնանք, որովհետև արդեն մոտ մինչև 2005 թվականը խաղային գեյմինգը իհարկե ուներ շատ ֆանտաստիկ խաղեր, շատ ինչու՞ չէ, օրինակ անդրադարձ օրինակ Need for Speed Most Wanted, GTA San Andreas, բայց իմանական շուտերներին։ Իսկ այն ժամանակ դեռ հիմնականում հիշում եք, որ բոլորը հիմնական խաղ էին թողարկում, հիմնական խաղ թողարկում էին, դա երկրորդ համաշխարհայինի վերաբերյալ, այստեղ ոնց որ ինձ կատեգորիկ Եվ հիմնականը դա էր, ճիշտ է, այսօր ես ամենաշատ սիրած ես խաղերից մեկը Call of Duty 2-ն է, որտեղ այնտեղ կա 3 կամպանիա, սովետական, բրիտանական եւ ամերիկյան, ու շատ հետաքրքիր են առաջադրանքներն էլ։ Վախներս բերեց։ Ովքեր դիտել են Stalker 2-ը կամ տեղյակ են, որ դուրս է եկել, անցած տարի դուրս եկավ, ես նոյեմբերի 20-ին, եթե ճիշտ եմ հիշում, ես ռելիզը նայում էի, YouTube-յան ամբողջ ալիքներով, ուղիղ եթերներով հիմնական այդ խաղն էին խաղում։ Ուղղակի մեզ մոտ ինդուստրիան ոնց հասկացա նախընտրում է, գիտեք ոնց ինչը որ շատերն են խաղում եւ ես նկատել եմ, որ դինամիկ խաղեր շատերը չեն սիրում խաղալ, որտեղ ինչը հեշտ է, իմ մոտիկներից է, ծանոթներից է կան, օրինակ Delta Force-ը ներբեռնեցին, 1-2 խաղացին ու դուրների չեկավ։ Իսկ նմանատիպ խաղային վիժոկ, այսպես ասած դինամիկ, հիմնական առաջինը կարելի է Battlefield-ն է ունեցել։ Նայեք 2006-7 թվականից գեյմինգի մեջ դեռ այն ժամանակ իհարկե պահանջարկները դեռ մինչև 2008-10 Pentium մինչև 4 կարում էիր օգտագործել, հետո այնտեղ իհարկե Core i3, i5, i7, հետո i9 եւ նույնը AMD-ն։ AMD-ի սերիաներն էլ նույնն են։ Շատ լավ էր։ Այստեղ ոնց որ խանգարում են մեզ Master, տեսնենք ինչ կարող ենք ձևափոխել։ 5-րդ կլաս Bronic։ Так, կամ լավ եկեք սա հանենք։ Ատրճանակները մեզ մոտ բաց են բոլորն էլ։ Զենքերը բավականին շատ են։ Եկեք ընտրենք։ Օրինակ Vintares, գիտենք որ Stalker-ի մեջ Vintares, AK, SVD բավականին շատ հոյակապ են իրենց TTX-ով։ Ես ասեմ, որ Delta Force-ի մեջ միայն նման բան հանդիպեցի, ոչ Call of Duty-ի մեջ են
ինչ-որ յուրահատուկ կամ այսպես ասած ոչ էլ օրինակ Battlefield-ի մեջ Վինտարեզը այս պայն մեր ձեռքում իհարկե այս անգամ ասում եմ, եթե մոտ 10-15 րոպե տևեց իմ փոքրիկ ձայնը բարձրացնեմ, որ անիմացիան զենքերը այստեղ հոյակապես շատ լավն է Stalker 2-ը շատ ծանր խաղ է բավականին, որ պետք է իհարկե խաղաք այսպես ասած RTX-ով, ոչ մի այնտեղ GTX, ոչ մի RX, անգամ պետք է օգտագործեք նու կարելի ասել 7-րդ 7 ու 9-րդ սերունդ AMD, օրինակ AMD 9000 XT և ավելի բարձր SR25 իսկ ամենա անհաջողված վիճակը դա այս պահին Warface-ի մեջ է, որտեղ gameplay-ը և օպտիմիզացիան ուղղակի ոնց ասեմ գիտեք ոնց շարժը շատ բավականին նայեք, այստեղ մենք թեթև ենք շատ շարժվում հանգիստ մեզ համար հանգիստ արագ կարում ենք խաղանք, օրինակ նայեք, ես մինչև առայսօր Counter-Strike չսիրեցի, միակ խաղերից է, որ ճիշտ է շատ բավականին շուտ է դուրս եկել, 98 թվին երբ որ Delta Force-ը դուրս եկավ, 99-ին դուրս եկավ Counter-Strike-ը, այսօր ես ցանկացա ներբեռնել երկրորդը, բայց ոնց որ նույն իր կոպիտ ասած տախտակ դվիժոկն է, որը որ ես ոչ սիրեցի, ոչ էլ ուզում եմ խաղամ առհասարակ Դե ինչ, հիմա եկեք այսքանով այս խաղի եզրափակվենք, այստեղ երկու այսօր խաղացողները բավականին շատ են, բայց այստեղ շատ վետերաններ կան, եթե խաղանք, շատ երկար ենք խաղալու, եկեք դուրս գանք մեր հիմնական էջ համակարգչի Հիմա կանցնենք մեր մյուս խաղին 2007 թվական Stalker, 2007 թվական Call of Duty Իհարկե հիշեցնեմ, որ Stalker-ը դա մենք on-line մոդիֆիկացիա ենք խաղում, բայց խիեմ հիմնական դա ցուցադրում, որտեղ փոփոխությունների ենթարկվել է Միանոք այդպես լիներ, պետք է նաև Call of Duty 4-ի remaster-ը դա, որտեղ remaster-ը կա Անցնենք լեգենդար խաղին Так, играть. Infinity Ward և Activision ընկերությունները, որը որ համատեղ շատ հրաշալի խաղ ստեղծեցին Այս խաղը 2007-ին մեծ ինդուստրիա ուներ, շատ մեծ համաշխարհային տեղ գրավեց և գրաֆիկական պատկերով շատ հոյակապ էր, ուղղակի հիմա տեսնենք մենք որտեղ ենք հասել, չէ, եկեք продолжить игру Разведка сообщает, что Аль-Асад, возможно, находится в одном из зданий западного района города.
Իսկ համակարգչային ակումբներ մենք շատ ենք խաղում, շատ։ Այնվաղ իհարկե համացանցը այդքան զարգացած չէր եւ մենք խաղում էինք սիթիվոյա իգրական։ Այ Call of Duty միշտ այսի չեմ սիրել, որ շատ տեղեր փակուղի ա դրեմ ես, ընդամենը 1-2 ճանապարհ, դες կնդապը նադել արի, հա։ Երեք խաղերն եմ Modern Warfare-ի ամբողջովին անցել եմ, ամբողջովին։ Երեք այստեղ հիմնական ամենածանր պահը այն է, որ Ghost-ը, Roach-ը և Մակտավիշը մահանում են։ Դիտենք 2007 թվականի խաղ։ Ստեղ ուղղակի ոնց որ մեզ շատ են հունից անում, ստեղ հիմնական ասեմ շատ տեղեր չի թողնում, որպեսզի մենք հանգիստ կարողանանք մեր համար խաղալ։ Այնքան են նռնակ շպրտում, որ տենում եք ինչքան տոպիկա փակուղի ա։ Նորանոր Modern Warfare-ները շատ են տարբերվում, ճիշտ է։ Նոր Modern Warfare-ները գեյմերները համաշխարհին խնդրեցին, որ չլինի այնպես, որ նորից հիմնական հերոսները մահանան։ Վերջում այստեղ գիտենք, որ price-ն է մնում, բայց սյուժետը ինքը շատ լավն է, շատ հեակապ է, անդադ լարվածության մեջ է մեզ պահում։ Ապսոս սվիտավայ գրանատա չունեին։ Телевизионная станция заблокирована и окружена, сэр. Դիտում եք, նայեք, վիժոկը ցույց տամ, նայեք ինչպիսի հարմարավետ, հապուկ, ոնց նկատեցիք, որ ամեն վարկյանը 1-2 կրակոցից թիրախը խոցում եք, իսկ Warface-ի մեջ ես ուղղակի զարմանում եմ, էլի Warface-ի հիմա ռազրաբոքին շատ ուժեղ պտիներ, ուղղակի արդեն այն որակը չունի Warface-ը։ Միլիոնավոր խաղացողներ թողին գնացին։ Մեկ բան էլ ասեմ ձեզ, որպես իմ YouTube-ի ալիքում, իհարկե հիմնականում նայեք, ամեն անգամ ամեն խաղալուց, ինչքան է խաղացող եք, տարբեր բաներ սովորում եք։ Տեսնում եք, միայն Call of Duty մեջ այն չեմ սիրում, որ հիմնարար գործողությունը քո վրա է։ Դրա համար օրինակ ես Delta Force-ը, որ ինքը դուրս բերես նաև եւ on-line տարբերակ, եւ սովորական, որ դուք կարող եք խաղալ։ Ճիշտ է, remaster-ը տարբերակը շատ ավելի լավն է Call of Duty-ի։ Նայեք, տենում եք, եթե ես հետ եմ նահանջում, նրանք են, այսինքն համակարգիչը այստեղ այս թվականներին, այո, շատ հոյակապ գրաֆիկա ուներ, պատկեր եւ մատրիցայի պիքսելների եւ ընդհանրապես, բայց EE-ն, այսինքն արհեստական բանականությունը, իսկուսственный ինտելեկտ, այդքան զարգացած չէր։
Այսինքն փակուղի ամեն անգամ եւ տուպիկի մեջ ենք էլի ոնց որ անդադ հայտնվում։ Իզուր չէ՞ որ միշտ աշխատում էին որ շատ անգամներ խաղալուց տակտիկապես խաղալ, որովհետեւ շատ բարդ է լինում տեղ-տեղ։ Ես ուղղակի ուզում հասկանամ թե ինչու Call of Duty շեղվեց եւ նորից միացավ այդ Կառլևսկի բիտվա կոչվածին։ Ախր գիտեք հարցը ո՞րն է։ Ես իրոք տենց սիրա հարց չեմ։ Ես 19 թվին երբ որ դուրս եկավ, ինչեւ այդ գիտենք որ PUBG կար, PUBG-ով էին խաղում, բայց PUBG-ն ինքը մուլտիկա ինքը խաղ չէ։ Ինչքան էլ ուզում են ռեյտինգ ունենա, ինքը ոչ մի յուրահատուկ հատկանիշներ չունի, հարյել դիտորդներ։ Այստեղ մեր մոտ Call of Duty-ն ավելի յուրահատուկ է, բայց եւ որ ինքը ստեղծեց Warzone-ը կամ լավ մոբայլը հասկացենք, 2 տարի խաղացել եմ, հիմա էլ չեմ խաղում։ Այդտեղ նայեք, մտնում են 120 հոգի, զոնան փոքրանում է, այնտեղ բան ու ոչ մի ինչ որ մտ ասես ոնց որ գիտեք ինչ խաղամ, ոնց որ ավելի ճիշտ չնես Strike Ball որ խաղանք ավելի լավ է կլինի, ասեմ մանակ, Strike Ball-ը սիրալ եմ շատ։ Հիմարություն է բարձում իմաստը։ Իսկ օրինակ որ շատերը որ ասում եմ նայում եմ TikTok-յան էջում ուղիղ եթեր խաղում են, ասում են դες խաղը լավն է, որ մարդ ասում գրաֆիկան լավն է, ասում դրա ի՞նչն է լավ գրաֆիկան։ Ոնց ես 2005 թվականի խաղ ցույց տամ, որ դե գրաֆիկայից բարձր է, օպտիմիզացիա բանով։ Ինչա բանը հեշտ է շատ խաղալ այդ խաղը ժողովուրդ։ Իսկ իսկական առասարակ շուտեր խաղացողը դե գիտենք որ ես ինչի այդքան ներողություն եմ, խնդրում եմ շարունակենք։ Ասածս ո՞րն է որ նախընտրում են հեշտ խաղ, դինամիկ խաղ չէ։ Ունեք 2010-11-ին երբ որ Point Blank-ը դուս եկավ, Point Blank-ը ճիշտ է, ես երկար ժամանակ խաղում էի, ուղղակի ես վերջես սերվերի հետ խաղված խնդիրներ տվեց եւ չխաղացի, բայց ինքը համարվում է Counter-Strike-ի պրոտոտիպը եւ մենք ավելի շատ էինք հետաքրքրությամբ խաղում այդ խաղը, քան Counter-Strike-ը, որտեղ մի ժամանակ շատ ուժեղ ռեյտինգ ուներ, այնտեղ խաղալու ժամանակ, նայեք, դուք շատ արագ խաղալ եք սովորում իրոք։ Ես հիմնականը նայեք, ինչու եմ շուտերները խաղում։ Այնտեղ իհարկե fighting-ը, racing-ը, իհարկե ինչ օրինակներ բերեմ, RPG ժանրի խաղերը օրինակի համար իրանք իրենց առանձնահատկություններ ունեն, սակայն ես օրինակ այդքան ես այդ նմանատիպ խաղերի սիրահար չեմ, Assassin's Creed, Prince of Persia, Witcher, բան օրինակի համար։ Հազվադեպ հիմա տեսնում եք անգամ GTA եմ խաղում կամ Watch Dogs, իհարկե։ Շուտերը ամենաբավական հոյակապն է եւ հիմնական ֆուտբոլ եմ նախընտրում, fighting-ներ իհարկե մի ժամանակ շատ էի խաղում, հիմա ոնց որ ավելի շատ շուտերներն եմ ուշադրությունը դարձնում, որտեղ ամենաշատ գրաֆիկական, որակական հատկանիշները ճիշտ է խոսանք։ Կլինի դա Ubisoft-ը, կլինի դա EA Games-ը, կլինի դա օրինակի համար այնտեղ Activision-ը, Infinite Ward-ը, GSC Game World-ը եւ նմանատիպ խաղային ընկերությունները աշխատում են հիմնական շուտերների հիման վրա, գրաֆիկական պատկերի առումով։ Սա նայեք 2007 թվականի խաղը շատերը։ Ու շատերը հիմական մոռացված են իրանց կողմից, բայց այստեղ մեզ համար շատ հոյակապ խաղ է։ Մյուս խաղը մենք խաղանք Battlefield 3-ը, նաև կտեստավորենք Far Cry 3-ը, իսկ on-line խաղերից առանձին արդեն Warface եւ Delta Force դա առանձին ձեզ կցուցադրեմ։ Ու հասկանանք, թե որպես on-line խաղ էլի հիմնական։ Սա հիմնական ցուցադրում եմ ձեզ Ադինոշնի շուտերն է։ Նայեք, այստեղ սյուժետի համաձայն հիմա պետք է գնանք։ Ու այստեղ էս մեր սեվը եկավ։ Call of Duty-ն ուղղակի պետք է շարունակի իր այս խաղը։ Նայեք, Delta Force-ը երկար ժամանակ ինդուստրիայից դուրս էր մնացել, բայց տեսակ վերադարձավ ինչերի արդեն հասավ։ Խաղը արդեն շատ բավականին հզոր է։ 98 թվին է դուրս եկել, դեռ այն ժամանակ ով կհիշեր, որ ընդհանրապես շատ քիչ էին շուտերները։ Այն ժամանակ իհարկե PlayStation-ի հիման վրա են դուրս գալի եւ Pentium 1-2-ի հիման վրա, բայց դե այն ժամանակ նմանատիպ համակարգիչներ ունենալը երազանք էր ուղղակի։
դասրեցի մի հատ էստեղ հիշում եմ, որ մի հատ հետարքիր ֆիշկա կար, որ կարայինք մի անգամից մտնեինք ու հասնեինք նպատակային, էլի, այստեղ որ իմանանք ժամերով կկռվենք։ Մենք կհասնենք շատ, նայեք, ինչքան պետք է կարողանանք արագ-արագ խաղալ։ Դե նմեք, հետաքրքրությունը որն է, լավ, ինչ որ այց է։ Անցնենք Battlefield-ին, հետո Far Cry-ին և on-line խաղերը արդեն ես առանձին կցուցադրեմ ձեզ։ Մի պա իհարկե ևս մեկ անգամ ներողություն, տեխնիկական խնդիր եղավ, բայց հիմա շարունակենք։ Ահա, Battlefield 3 իր ժամանակների ևս շատ հոյակապ խաղ է, 2011 թվականն էր դուրս եկել Battlefield 3-ը։ Ուղղակի այն ժամանակ խաղերը այդքան ծանր չէին։ Նա իր ժամանակահատվածում 20 GB տեղ էր ուզում, դա համարվում էր լավ ծանր, այսօր խաղերը բավականին տեսնում եք, օրինակ նոր Call of Duty-ին Modern Warfare-ը կլինի, օրինակ 158-160 GB։ Call of Duty Warzone-ը մեկ անգամ ներբեռնել եմ ես համակարգչով ու 200 GB, պատկերացնում եք։ Ոք ես մի բան չեմ կարող հասկանամ։ Նայեք, Warzone-ը ինքը դուրս եկավ հեռախոսով, մոբայլ եւ մոբայլով խնդիրներ շատ է տալի։ Օպտիմիզացիայի հետ կապված հատկապես դրա համար շատերը չեն խաղում։ Բայց դվիժոկի համար չեն խաղում, որտեղ եթե այդ PUBG խաղացողները նախընտրում որ բավականին շատ հեշտ միանգամից խաղան, իսկ այստեղ ոնց որ տարբերությունը շատ է։ DICE ընկերությունը Frostbite Ընտրեմ Battlefield 3, EA Games, Battlefield-ը գիտենք, որ իր իսկ որակական հատկանիշներով շատ է տարբերվել։ Так, վիդեո։ Խաղում ենք բարձր գրաֆիկայի հովանոներկո, այստեղ արդեն ուլտրա գրաֆիկա, այդ ժամանակահատվածից այդ իհարկե դեռ ուլտրա հասկացությունը դեռ գոյություն չուներ, կամանց իհարկե որակական հատկանիշները 4K 120 FPS кампания продолжить. 1-3, санитарная команда. Мы тут вашего парня подлатали. Готовы забрать его на базу. Можете нас прикрыть оттуда? Конечно. Какое направление? Դե ինչ, սա է մեր Battlefield-ը։ Հիմա այստեղ ճիշտ է տարածքը բարձր տեղում ենք, վազենք, որ հատկապես զգաք հասկանաք թե ինչպիսի դվիժոկ է մեզ մոտ, նայեք արդեն վազքի ընթացքը ուրիշ է, շարժը ուրիշ է։ Իհարկե Battlefield-ի մեջ ամբողջական իհարկե մեզ ոնց որ տակտիկական, արժեք պատերազմական խաղ է առաջարկում։ Call of Duty-ն ուղղակի շեղվեց։ Ես Call of Duty Mobile-ից շատ սպասումներ ունեի, բայց հիմնական թողարկել է այդ Team-ի ընկերությունը, չինական Tencent էլի ընկերությունը։ Չնայած Delta Force-ն է թողարկել, բայց Delta Force-ը բավականին շատ լավն է։ Ներողություն մի քիչ ցածրացնեմ, որ համ խոսամ, համ լսվի, համ էլ կարողանանք խաղալ։ Այս խաղը իհարկե յուրահատուկ, երբ որ ես իմ գեյմփադով եմ խաղում, այո, շատ բավականին վիբրացիոն ֆունկցիոնալ է տալի։ Զգացել եք յուրաքանչյուր խաղում ամեն մեկի ամեն զենքը իր ձայնը ունի,
իր որակական հատկանիշները, իր շարժը, իհարկե լիսկավորելու պահը։ Улицу и крыши. Похоже, все чисто. Мы выходим. Отбили, все чисто. Да ты прикалываешься. Մի քիչ նմանություն ունի Warface-ին, ասեմ իմանաք։ Crytek-ը երբ որ ստեղծվեց որպես ընկերություն, իհարկե Crytek-ի առաջին խաղերից էր Crysis-ը։ Crysis-ը առաջին եթե ճիշտ եմ հիշում դուրս եկավ հենց 2008 թվականին։ Ճիշտ է, Crysis-ի այդքան սիրահար չեմ, ուղղակի շատ ֆանտաստիկ խաղեր այն ժամանակ խաղացել եմ Area 51-ը, Sector 8-ը, բայց այդքան սիրահար չեմ նմանատիպ խաղել, ռոբոտներ, ապագա։ Թող լինի ժամանակակից, բայց ոչ շատ ֆանտաստիկ, էլի։ Օրինակ նույնը ստրատեգիական խաղերն են, մի ժամանակ Age of Empire, Kazaki, այո, շատ խաղեր եմ խաղացել, բավականին շատ։ Բայց ասել եմ կասեմ, 1-3 на позиции. ինձ համար ՊԿ Gaming-ը ամենալավն է։ Ամենավորակական հատկանիշներն ունի։ Наши парни там как на ладони. Հիմա Battlefield-ից հետո որ ձեզ ցուցադրեմ Вижу противника. Движение на улице. Мы в укрытии. Победи, 1-3. Граната! На балконах слева! Боевики на крыше, четко перед нами. ցուցադրեմ օրինակ բանը Far Cry-ը։ Far Cry ինքը մեկ ուրիշ հասկացություն է, նա Ubisoft ընկերության խաղն է, այնտեղ խաղային դվիժակը ուրիշ է, գրաֆիկական պատկերը, բայց 12-13 թվին ինքը մոտ անընդմեջ 2 տարի լավագույն խաղ ճանաչվեց։ Отслеживать улицу и крыши. Ուղղակի հիմա նայեք on-line տարբերակը խաղերի ինչն է լավ, որ դուք կարող եք եւ բոտերի դեմ խաղալ եւ բնական պերսոնաժների դեմ։ Հիմա Delta Force այս բանը ամենաշատն է ինձ դուր գալի։ Delta Force-ը ես իր launcher-ով եմ ներբեռնել, եթե ցանկացողներ կան կարող եմ ասել ինչպես ներբեռնեք։ Նայեք, այստեղ եւս Battlefield-ի մեջ նկատում ենք, որ շարժվելը խաղային դեպքում այդքան ծանր չէ։ Իհարկե մագազին փոխելը շատ հեշտ է, բայց ասում եմ Warface-ի մեջ մենք որ տենանք ինչեր է կատարում, առաջ Warface-ը շատ լավն էր։ Նոր որ դուրս էր եկել, այն ժամանակ այդքան դոնատ չկար, զենքեր, էկիպիրովկաներ, պերսոնաժներ կարողանում էինք բացել, բայց հիմա այս պահին Мы уже не пойдем. Надо найти другой путь. տեսնում եք։ Իհարկե Battlefield-ի մեջ անպակաս է ավերածությունները, որը որ խաղը ավելի հետաքրքիր է դարձնում։ Это нереально. Это можно использовать как мост. Давай. Ինչը որպես использовать։ Сраный боескаут. Օյ։ Ալի, լավ էլ մոստա։ Так, շատ լավ է։ Пошли. Իհարկե ասեմ, որ Battlefield-ը եւ Call of Duty-ին շատերի դարձել են, գիտեք, ոնց որ ռեժիմային խաղերի հիմնադիրները, օրինակ Command Boy, Podriv, չգիտեմ, տոշկաները, որ լինում է ABC, իհարկե գրավել եւ պահել, որպեսզի միավորներ հավաքես ու նմանատիպ լիքը ռեժիմներ այս խաղերից են դուրս եկել։ Հիմա օրինակ Задержка. Delta Force-ը ինչն եմ սիրում, ամենակարևորը որ այս պահին Կառելևսկա բիտվա չկա, կապը չկա, ես չեմ սիրում այդ Կառելևսկա բիտվան, այնտեղ կա իհարկե որ հիմնական դուք պատերազմի դաշտում եք գործում եւ կա սպեցօպերացիա։ Историю пишет победитель. Как ты вообще в Морпехи попал? Да я и сам удивляюсь.
Այսօր գնացին։ Այնքան ժամանակ է չեմ խաղացել, գիտեք այս խաղը վերջին անգամ երբ խաղացել։ Ուղղակի Call of Duty-ի ամենաշատը սյուժետը սիրեցի։ Իրոք հավատացած եղեք, որ սյուժետը շատ լավն է, չգիտեմ, ով ինչ ուզում է ասի։ Հոյակապ սյուժետ ունի։ Նոր Modern Warfare-ը մեջ, այո, համաձայն եմ, շատ իր պլյուսներ ունի։ У нас контакт! Черт, контакт! Այստեղ ոնց որ զենքից ավելի փափուկ ձեներ է գալի։ Շատ փափուկ ձեներ է գալի անգամ։ Հետաքրքիր այս զենքը, սա ոնց որ հաշկա վերցեցինք, եթե չեմ սխալվում։ Խաղային վիժոկ այստեղ լրիվ ուրիշ է, տարբերվող։ Լավ, ինչ որ այց է, եկեք դուրս գանք։ Դուրս եկանք, մեր տեսակարտն սկսեց ավելի նախատեսվածից արագ աշխատելը։ Հիմա մուտք գործենք Far Cry 3։ Այստեղ Ubisoft-ը մեզ մեկ այլ բան է առաջարկում։ Ասեմ, որ չնայած մինչև հիմա Far Cry 3-ը բավականին շատ հոյակապ ակտուալ խաղ է։ Չգիտեմ, շատ ժանրի խաղեր եմ խաղացել, horror, racing, fighting, ստրատեգիական խաղեր, շատ, բայց շուտերները բավականին ավելի հետաքրքրին են, Продолжистան խաղը մեր մոտ։ Հիմա հասկանանք, թե մեր մոտ այստեղ ինչն է այստեղ տարբերությունները։ Ես հիմնական դվիժոկներն եմ ցույց տալի խաղային։ Алло? Джейсон, я не мог до тебя дозвониться. Ты как? Я попался в асу. Мы с Лизой спаслись, но остальные все еще у него. Так, տեսնում ենք հիմա Я не могу их спасти. Нужна сила, чтобы победить Васа. Я не могу շատ тебе հոյակապն է գրաֆիկական պատկեր այս ժամանակահատվածի համար։ Հիմա մենք լիովին բարձր գրաֆիկայով ենք խաղում։ Եկեք դիտենք։ Качество видео, высоко, максимум։ Դեռ այս ժամանակ չկար ուլտրա հասկացություն։ Цифра. Лидер нашего народа. Она проведет себя Հա, այստեղ մեկ այլ ձևի վիժոկ է, բայց փափուկ է, շատ արագ կարողանում եք զենքի շարժը զգալ։ Օրինակ, որ point blank-ը, որ ասում եմ, point blank-ը նայեք, այնտեղ շատ արագ պետք է խաղայք։ Այդ խաղը խաղալուց հետո դուք բոլոր շուտերներում շատ հմուտ եք դառնում, կարելի ասել։ Օրինակ պետք է մենք այստեղ ծովահեններ գտնենք, ովքեր որ խաղացել են, գիտեն Far Cry 3-ը ինչ խաղ է։ Քիչ եկեք։ Так, որտեղից գտնենք այս բանին ծովահեններ եւ հասկանանք։ Դե ինչ, այստեղ նայեք, սա ավելի շատ ոչ թե պատերազմական, այլ ազատ ոճային խաղ է։ Կարողանում եք հանգիստ ձեզ համար տեղաշարժվել։ Far Cry-ը իհարկե առաջին Far Cry-ը 2000, հես ասեմ, 5 թվականն է դուրս եկել։ Այն ժամանակ համակարգչային ակումբներում շատ են խաղում։ Այստեղ քարտեզը մեծ է, բավականին
շատ մեծ է։ Far Cry 5-ի մեջ ընդհանրապես ավելի հոյակապ է, քարտեզը այնտեղ ավելի շատ մեծ է, քարտեզը եւ այստեղ ոնց որ չէ, այնտեղ ծովայիններ են, թե չէ, ծովայիններ չեն։ Այստեղ իհարկե անիմացիան է բավականին հոյակապ այս խաղի մեջ իհարկե։ Խելոք։ Այստեղ բուժվել է իհարկե, ծաղիկներից մենք կարողանում ենք զանազան դեղեր պատրաստել։ Так, շարունակում ենք խաղալ Far Cry 3-ը։ Խաղային վիժոկ իհարկե շատ հոյակապ է։ Իսկ Far Cry 5-ի մեջ ավելի շատ է ձևափոխված։ Far Cry 4-ը չեմ խաղացել, իհարկե այդքան դուրս չեկավ, այնտեղ հիմնական կարողացանք կանգնեցնել ծովահեններ էին։ Ահա եւ գտել ենք մա այստեղ ասեմ որ մի կարակոծուցել անգամ վիրավոր ենք այս պահին։ Տնում ենք այստեղ շատ է տարբերվում։ Անիմացիան է շատ հոյակապ ու լավ է այստեղ։ Ubisoft-ի ամենահաջողված խաղերից մեկն է։ Ահա։ Կարծես թե ևս մեկ դիրք կարող ենք գրավել։ Վերջ։ Սա էլ գրավեցինք։ Թե ինչ հարգելի դիտորդներ, ձեզ իհարկե ցուցադրեցի այն հիմնական խաղերը, որ մինչև 2013 շուտերների մեջ։ Հիմա ես Far Cry 5-ը կառանձնացնեմ, որովհետև Far Cry 5-ը մի քիչ ավելի նորանոր խաղերի մեջ է մտնում, նրա ծավալը բավականին շատ բարձր է։ 72 գիգաբայթ է։ Այստեղ այս խաղերը մոտավորապես ամենաշատը 15-16 գիգաբայթ են հասնում, բայց իհարկե եւ այն ժամանակահատվածում իհարկե դեռ GTX-ը նոր է դուրս եկել, հիմա արդեն այս տեսակարտերը, այս խաղերը ավելի բարձր են պահանջում։ Ինչ, կհանդիպենք մեր մյուս տեսանյութերում, իհարկե այնտեղ եւս տեսնենք գեյմփլեյները, իհարկե տեսնենք ինչպիսի նորամուծություններ, իհարկե եւ ամենաշատը Warface-ն ու Delta Force-ը կհամեմատենք։ Թե ինչ, ձեզ հետ էր Arminus 2-ը, միշտ նոր հանդիպում։